Ժորժան, բարի լույս, այսօր հոկտեմբերի 24-ն ենք և հետաքրքիր արդեն տեսարան ունենք բիտքոյնի հետ կապված, կրիպտո արժույթների հետ կապված, հենց որ եկեք նայենք տեսնենք ինչ ենք տեսնում։ Առաջի բանը, որ պետք է դիտարկենք հետևյալն է, որ օրականով, ինչպես որ երեք սպասում էի, փակեց դեպի վերև, այդ շատ դրական է, որովհետև ի վերջո տեսնում ենք, որ արդեն դեպի վերև է, իր պոչերը կամացից բարձրանում, որը որ շատ լավ է, շատ հաճելի է սա տեսնել։ Հիմա 4 ժամանոցով սպասում էի համենայն դեպս այս զոնայից, որ պետք է բարձրանար, շատ իրականում տատանում տեղի ունեցավ, որից հետո մի փոքր հիասթափվեցի, որովհետև իրականում ուզում էի սենց կպնելուն պես թռներ, չկպավ, մի ցելիոր պայքարեց, որից հետո նոր երեք սկսեց բարձրանալ, էլի օքեյ է։ Եկեք ուրիշ գրաֆիկա բացենք, որպեսզի մաքուր լինի ու կարողանանք իրար հետ շարունակենք գնալ առաջ։ Հիմա ինչ ունենք, հա? Ունենք հետևյալը, որ market structure տեսանկյունից ունենք չոչ, լավ, իջել է ներքև, ու մենք ակնկալում ենք բարձունքներ, վերև բարձրանալ, իջել է հասել այս զոնա, որից հետո հիմա պետք է շարունակի վերև բարձրանալ, բայց միայն երբ որ ինչ-որ տրամաբանությամբ մի հատ իջնի retracement տանի, նոր բարձրանա։ Իմ կարծիքով այսօր բարձրացող օր է, բայց հավանաբար պետք է ունենանք մի հատ retracement, այսինքն մի հատ ներքև իջնող որևէ ճնշում, մի փոքր լիցքավորվի շուկան ու բարձրանա։ Այդ զոնան կարա լինի S բավականին մեծ զոնան, որը որ դիմանդ զոնան է, այս order block-ը կարա լինի, որը որ եթե կհիշեք, order block-ը գեղեցիկ է, երբ որ fair value gap-ի հետ միասին է։ Հենց որ այսօր S տարբերակը ունենք, որ կարա իջնի մինչև այս 108.5-ի սահմաններում պլյուս մինուս ու արդեն շարունակի վերև բարձրանալ։ Միգուցե եւ շարունակի պրոստը վերև բարձրանալ, որովհետեւ այս ինչքան ժամանակ է, ես ասում եմ, որ Ֆեդերալնի ռեզերվը տոկոսադրույք է ուրեմն իջացնելու, ոմանց մոտ հարց առաջանում, որ նախորդ անգամ էլ նույնը եղավ ու ընկավ։ Ես սա բացատրել եմ ու նույնպես կարող եմ հիմա բացատրել, որ այն երբ որ տոկոսադրույքը իջեցվեց, բիտքոյնի գինը արդեն իսկ բարձր էր, այսինքն ենթադրենք այստեղ չի բիտքոյնի գինը, այլ այստեղ է հասել ու նոր տոկոսադրույքը իջեցվում է։ Եթե իջեցվում է, ապա մենք այսքան տարածք նախապես գինը բարձրացել է, հետևաբար էլ ինքը ոչ մի տրամաբանություն չունի, որ էլի բարձրանա տեից, որտեվ սպասվել է ու գինը շարունակել է վերև բարձրանալ, կարա միջև այստեղ բարձրանալ, կարծում եմ այո։ Հիմա դրա համար ինձ մոտ ավելի շատ տրամադրվածությունս դեպի վերև է, շուկան դիտարկելը, հա, կամ դեպի ներքև, անկախ թե Տրամպը ինչ է արել իր թմի հետ միասին։ Այստեղ ես տեսնում եմ, թե հիմա կարա իջնի, միանշանակ կարա իջնի, ես չեմ հետևում ու տեղյակ չեմ, թե ինչեր են անում, եթե ուզում են իջացնեն գինը, բայց դեռևս տեխնիկական տեսանկյունից ամեն ինչ դեպի վերև է ցույց տալիս ու այսօր բավականին հաճելի է տեսնել այս մոմերը, օրական մոմը դեպի վերև, 4 ժամանոցներն դեպի վերև է, բավականին գեղեցիկ դիմանդ զոնա ունեն ու եթե ուզում եք սովորել, թե այս դիմանդ զոնան ոնց է գոյանում, order block եւ այլն, ունենք պրոֆեսիոնալ դասընթացներ 27000 դրամ արժողությամբ ամսական, որտեղ որ 24/7 հասանելիություն եք ունենալու ու կարողանալու եք այս ամենը ինչը որ ես խոսում եմ եւ ավելի խորացված բաներ նույնպես դուք էլ ուսումնասիրեք, սովորեք եւ ի վերջո պրոֆեսիոնալ տրեյդեր դառնաք։ Այսօր կարող եմ ասել հետեւյալը, որ այստեղ մենք ունենք նորությունների վերջո 4.5-5.45 4.5-ին նա կարևոր ու պետքա ուշադրություն դարձնենք CPI տարեկանը, որ 2.9-ից 3.1% է սպասվում։ Սա իրականում բավականին բացասական է, եթե 3.5-3.1-ից ավել եղավ, բայց 4.5 կպարզենք, եթե սրանից ավել եղավ, շուկան հավանաբար կընկնի, բայց եթե չեղավ, հավանաբար արդեն պետքա որ բարձրանա վերև։ Հենց որ բան չի փոխվել, լիկվիդացիոն զոնաները դեռևս նույնն է մնացել, միակ տրամաբանությունը այս պահին այն է, որ իմ կարծիքով շուկան պետքա բարձրանա։ Տեսնենք, թե ինչ կլինի
Ձեզ լավ օր եմ մաղթում, կհանդիպենք հաջորդին, հաջողություն։